Բարեկաներ, բարի գալուս Կոմիտասյան աշխարհ։ Այսօրվա հանդիպումը հերթական առերեսումն է մեծագույն հայի հետ, ով հավատում էր, երգը միավորող ուժ ունի։ Նախատեսել ենք ինտերակտիվ ջերմ և կենդանի շփում, ինչպիսին նախընտրում էր Կոմիտասը։ Փորձենք նորովի բացայտել մեզ այնքան ծանոթ, բայց միևնույն ժամանակ անծանոթ Կոմիտասին։ Արդյոք լիովին ճանաչում ենք նրան։ Ինչպես էր շփվում մարդկանց հետ, ինչպիսին էր կենցաղում, ինչ նախասիրություններ ուներ։ Լսենք նրա սրտի ձայնը, գանք նրա հոգու թրթիռը, մի պահ ապրենք Կոմիտասի աշխարհում։ Հանդիպելու են Կոմիտաս ուսուցչին, որը սովորեցնում է սիրել և հասկանալ հայ երգը։ Կոմիտաս մանկավարժին, որը հավատում է երգի միջոցով մարդու ներաշխարհի լուսավորմանը։ Կոմիտաս ստեղծագործողին, որ մեր հոգիներին տվեց ձայն ու մեղեդի։ Միասին կերգենք, կպարենք, կկիսվենք հայ երգի շնչով և կրկին կվերադառնանք մեր արմատներին։ Բոլոր մարդիկ, ինչպես նաև ժողովուրդները, գրեթե ամեն առիթի համար երգեր ուներ։ Երգը մեղեդու մեջ ամբողջված հիշողություն է, ուրախություն կամ թափում, կամ սփոփանք ու հույս և վերածնում։ Կոմիտասի թեթե ձեռքով մեր ժողովրդի հոգին է վերծանել։ Նորից երգում մորմոքում է աստվածային Կոմիտասը, կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը, աստվածային դու նահատակ, ամենահայր, ամենահայր։
եւ Աճապյանը 1899 թվականից սկսած 3 տարի դասավանդում էին Գևորգ Քնջեմարանում։ Նրանք ապրում էին մի սենյակում, ինչը միմյանց լավ ճանաչելու եւ մտերմանալու բացառիկ հնարավորություն է։ Աճապյանը այսպես է բնութագրել Կոմիտասին։ Մարդկային բացառիկ առաքինությունների ծով էր, աշխատասեր, ուժեղ կամքով, անկեղծ ու բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ մարդ, մաքրակրոն էր եւ շատ հայրենասեր, երաժշտությամբ զբաղվելուց բացի նա նաեւ ճարպիկ դերասան էր։ Կենցաղումբը ծախնդիր էր, խագույն դեմքը եւ սև մազերը փայլում էին մաքրությունից։ Մեծ խնամքով էր վերաբերվում իր հագուստին, սիրում էր ժամանակակից իրեր, ուներ կնիկ, այցեքար, անվանական ծրար։ Նրա սենյակը զարդարված էր գորգերով եւ նկարներով։ Իր սիրելի սաներին, մտերիմներին անվանում էր քերթեքելե, ինչը նշանակում է մողես։ Ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդում էր։ Աճարյանը հիշում է. վերին աստիճանի կոմիկ մարդ էր, եւ որովհետեւ ես էլ սիրող եմ եղել Զավշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի Բաղդասար Աղբարյանի տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները երկար բարակ իրար համեցեք են անում։ Մենք տեսարանը ավելի զարգացնելով ծաղրանքի ամենաբարձրագույն աստիճանին ենք հասնում։ Ընկերները շատ էին ծիծաղում եւ հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Հանոս Թերլեմեզյանը իր հուշերում նշում է, որ Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ։ Սենյակում ուներ ապակեպատ պահարան, որի մեջ պահում էր ստացած ուշադրվելները, իսկ պահարանի վրա մշտապես կային ծաղիկներ, հիմնականում վարդեր եւ կակաչներ։ Այս չափազանց ուրախ մարդը, սակայն հազվադեպ լիագրգել էր եւ բարկացկոտ։ Նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվենների, որոնց ընդամենը մի վայրկյան է հաջողում արևի լույսը խափանել, բայց այդ ծվեններն արագորեն անցնելուց հետո նորից արև, նորից ուրախություն եւ նորից զվարթություն է տիրում։ Կոմիտասն ասում է. կավ 8-րդ նոտա, դա լռությունն է։ Երբեմն ամենաուժեղ ապրումները դժվար է արտահայտել բառերով, եւ լռությունը դառնում է ամենահնչեղ նոտան։ Լռությունը ստեղծում է շունչ, ռիթմ, ընդգծում է հնչյունի արժեքը։ Լռության մեջ մարդը լսում է ինքն իրեն։ Այս պահին լռությունը կարող է խախտել միայն կոմիտասյան մեղեդին։ Կոմիտասն ապրում էր, կարելի ասել սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ ու չափավոր, չէր խմում, չէր ծխում։ Գարուն թե ցմեր խնում էր բաց պատուհանով եւ որ գլխավորն է, պարկում էր ուղակի հատակին, առանց երկնակի ու բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, հրաշալի ձեռագիր ուներ, նաեւ բանաստեղծություն էր գրում։ Աճարյանի այս տողերը դարձան սկիզբ մեզ անծանոթ Կոմիտաս բանաստեղծի բացահայտման ճանապարհին։ Նրա հոգին երգել է ոչ միայն հնչյուններով, այլև բառերով։ Եկեք բացենք այդ լուր, բայց չափազանց նուրբ եւ հոսուն աշխարհի մի փոքրիկ անկյունը։ Ջրավամարնը ջրավ, բերավ կատարն ու բերավ, ցայտեց ցորեն, արտեն, ձորեն, ճամփաներում կյանք է եղում, դաշտեն գալեր կիզվելով, հասկեր շարեր դիզվելով, երկու տաղով, ոսկի սայլեր ու որան, երկու բաղով, բղինց քայլեր շորորան, երկու տաղեր, ոսկի սայլեր օրորում, երկու բաղեր, բղինց քայլեր շորորում։ Եվ այս գիշեր իմ երազում ես հետ մեկտեղ բարեցին, սրվոքիներ, սուրբ սեհանում մեհրամով մեր շարեցին, ոսկի, արձակ, ամպի ծալեն, նուրբ ու բարակ կող չարեցին, ինձի, կեզի, բերմիր կանաչ, սիրո շեպիկ կարեցին։ Նուրբովի պես լարերով, սուրբ ծովի պես բարելով, սերդ սուրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր, քեզ չսիրել, գեհեն կորել ու կրակով հոգին փորել, քեզի սիրել, դրախտ երթալ ու վարդերով քնանալ։ Աստվածի, սիրո սեր մզատեցիր, հրոտ ջերմը պատեցիր, հողին շունչըտ փչելով, հոգի կյանքըտ կաթեցիր, և արևըտ լուսին, մարմնես մաղեցավ, և իմ հոգին հոգուտ, ցողով շահեցավ, իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը, ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ։ Հարակ ուղին սողալով, ոտի տակին դողալով, ճամքի ծերին բուսել է, կյանքի ծառը շողալով։ Ինչ լայն սիրտ է որ ունի, այս ճանապարհն անհունի, մարդու, հույսի գազանի և թևավոր թրջունի։ Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ով դիտակ, որ մեր աչքին աներևույթ անգիտակ, երբ մի օրը քեզանով ենք կատարում, երբ մի խորը քեզանով ենք պատահում։ Դարձիր, դարձիր, ով իմ դիտակ լուսածին, կյանքի, ջանքի, հուսով հնար ճարելով, զարդիր, զարդիր, ով իմ դիտակ լուսածին, մտքի, հոգու, սիրո քնալ լարելով։ Նա ասում էր. ուսուցիչ պարոններ և քույրեր, զգուշությամբ և երջուղածությամբ մոտեցեք դասերակցության գործին, խիստ փափուկ պաշտոն մնե ձերը, դասերակելու եք սերունդմը, որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ ազգը կկործանեք վերջը։ Սխալ դաստիարակության արդյունքն է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի լայն, դարձած են գողեր։ Ընտանիքը որքան զարգացած է լա, մանուկն ալ այդքան մտքի առավելություններով երևանքով է։ Կոմիտասը մեծ սեր ուներ երեխաների հանդեպ։ Խրիմյան հայրիկը նրան բնորոշել է որպես հոգեբան մանկավարժ։ Իր կատակասեր և քաղցր բնավորությամբ նա հեշտությամբ էր գրավում երեխաների սրտերը։ Էջմիածնում, դասերից առաջև հետո նա ժամանակ էր անցկացնում երեխաների հետ։ Նրանց հետ խաղում էր, երգում ու զրուցում։ Եթե տեսնում էր լացող կամ կռվող երեխայի, չէր հանգստանում, մինչև չանդարտեցներ նրան։ Կոմիտասը կարողանում էր կարգապահություն հաստատել առանց խստության։ Նա միշտ 10 ժամից շուտ էր գալիս և օգտագործելով մանուկների զբոսանքի ազատ ժամերը, նրանց հավաքում էր իր շուրջը, երգում և պարում նրանց հետ։ Իսկ այդ երեխաները երբ դասարան էին մտնում, այդ չարճճի և անսուստ տղաները, կարծես ուրիշ մարդ դարձածում էին։ Բավական էր, որ Կոմիտասն ասեր, ուշադրություն մանուկներ, և նրան կարծես մագնիսացած և ուշադիր տևում էին նրա ամեն մի ցուցում։ Կոմիտասը ներս էր մտնում և սկսում էր ճիվ ասելով իր մոտ հրավիրել երեխաներին։ Նա իր ձեռքերի, գրպանների և թևերի շարժումներով
Այնպիսի պատրանք էր ստեղծում, կարծես օդում թռչուններ էր բաց թողնում։ Երեխաների հիացած հետևում էին նրա ձեռքերին և իրենց երևակայությամբ տեղափոխվում էին բնության գիրկը։ Երբ նրանք ոգևորված վազվզում ու սկսում էին ջիվ երգել, Կոմիտասը իրենց ձայների մեջ հնչեցնում էր տարբեր թռչունների, սոխակների, սարակների ու ծիծեռնակների իրական դայլայները։ Երեխաներին թվում էր, թե թռչունների երամն է իրենց գլխավերևով թռչում, և նրանք խնդությամբ վազում էին այդ երևակայական թռչունների հետևից։ Այո, Կոմիտասը կախարդ էր իր ստեղծագործական հնարավորությունների թափով։ Կոմիտասն անզուգական էր իր արվեստը ցուցադրելու, նրա գրավչությամբ, սիրտ թողելու մողությամբ։ Կոմիտասը վարպետ էր հայ երաժշտության ոճը հասկանալու և այդ ոճով հայ աշխատավոր մարդու հուզական աշխարհը պատկերելու կարողությամբ։ Առավոտուն բարի լույս, Աստված պահե ամենուս, թող դուրս գալուս թշնամուս, լորիկ, 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 թող դուրս գալուս թշնամուս, լորիկ, լորիմ, լորիկ, սիրուն լորիկ, լորիմ, լորիկ, լորիմ, լորիկ, լորիմ լուս լորիկ, հազարին եկեն ապուր, լորիմ լոր, տավոր զուրնաչալեցուցին, կանաչ կարմիր հագեցուցին, տարաշամը կայնեցուցին, ձերը ձերին տվեցուցին, տույ, 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 լորիմ լորիկ, սիրուն լորիկ, լորիմ լորիկ, լորիմ լորիկ, լորիմ լուս լորիկ։ Ավետիք Իսահակյանը հիշում է, որ մի գեղեցիկ օր գրեր Կոմիտասին։ Նա նոր էր գտել Մոկաց Միրզան և մշակել այդ էպիկական հուժկու երգը։ Շատ ոգևորված էր այդ գետով։ Այս երգը շատ հին է, ասում էր նա, հեթանոսական դարերից թերևս։ Տես ինչ հզոր ձայներ կան, ինչ խրոխտ շեշտեր։ Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոր ժայռերից են ծագում արել։ Մեր քաջ նահատակների ոգուց է բխել այս առնական երգը։ Այնքան հին է, որ անշուշտ Ձենովահանը երգել է, Սասունցի Դավիթը լսել, և նրա աչքերը ուրախությունից փայլում են։ Կոմիտասի մեծությունը պարզ նկարագրել է պարուր Սևակը։ Ըստ նրա, Կոմիտասը մեր երաժշտական լեզվի համար արել է նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն էր արել մեր խոսակցական լեզվի համար։ Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ Կոմիտասից առաջ էր, բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի հնչյունակազմը և այն արձանագրեց այբուբենով, ճիշտ այդպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտական լեզվի հնչյունակազմը։ Մարտիրոս Սարյանը Կոմիտասի մասին ասել է. լսում եմ և զարմանում նրա երգի պարզության վրա։ Պարզությունը հանճարի ամենաբնորոշ հատկությունն է։ Բնությունն էլ այդպես, պարզ և անբացատրելի։ Դուք կարծում եք մենք լրիվ հասկանում ենք Կոմիտասին։ Նրա մեծությունն իր մեջ է։ Ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է։ Այս երաժշտությունն իր կանոններն ունի, թելադրված մեր երկրի և ժողովրդի ոգով։ Ավետիք Իսահակյանի բնորոշմամբ Կոմիտասը ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը, մաքրած, ինքնուրույն և անավարտ։ Ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարտկային հարստություն։ Տեսում եմ ահա մի հոգեկ զմայր, միջն աշխարհիկ մեղնիկ եղանակ։ Գուցե երկում է քեզախամփույր մայր, կամ սրատոչոր սրտավոր սոխակ։ Սարիք ու վերնն այնպես մրմնջում, թե սվսվում է արդ անեցածան։ Մեծ կարավանի զանգերն են խնչում, թե մուրմոկում է աշուն է տեղծան։ Մաչկայնի լարել անուշ խորովել, քովիշ վին է մրմնջով երկում, աղջիկն է գուցե յարիս խորովել, այնպես սրտակես լագիս հեգեկում։ Այդ Կոմիտասն է, որ խնչում է հար, և կաղարդական, և վար, և նրպին։ Դու կապրես երկրիս մեր սնջահար, կանի և կրկում շոխակ արկան։ Մի անգամ Կոմիտասը լոռ էի մեկնում երգահավաք առաքելությամբ։ Գտնելով հորովելի կատարմամբ հայտնի գյուղացու տունը, խնդրում է նրան, որ երգի։ Գյուղացին կտրանականապես հրաժարվում է և անդրդվելի մնում իր դիրքորոշման մեջ։
Ոչ գյուղապետի առաջարկը եւ ոչ էլ հոգեվորական կոմիտասի խնդրանքը որևէ դեր չեն խաղում։ Առավոտյան գյուղացին հորովելը երգելով եզը դուրս է հանում կոմից։ Կոմիտասը շտապ նոտագնում է եւ հետո հարցնում, թե ինչու երեք հրաժարվեց երգել։ Գյուղացին պատասխանում է, որ երեք եզը հոգնած վերադարձել է դաշտից, եւ եթե նա երգեր, եզին կթվար, որ արդեն առավոտ է, եւ նա պիտի գործանի։ Կոմիտասը չայցելեց ընթրիքին, կաթողիկոսը խիստ բարկացած էր, սակայն երեկոյան ընդունեց կոմիտասը։ Նա ծունկի գալով ասաց, եթե վեհդ ցանկանա, մեղքս շատ շուտ կքավեմ, երգելով այսօրվա հավաքած հայկական ժողովրդական երգերն ու բարեղանակները։
Այդ օրվանից հետո հայրիկի հրամանով Կոմիտասն իրավունք ստացավ ազատորեն շրջել եւ հավաքել հայ ժողովրդի երաժշտական գանձերը։ Կոմիտասը շատ էր սիրում զբոսնել դաշտերում, կարողանում էր երաժշտություն լսել ամեն ինչում։ Մի անգամ դաշտում քայլելիս լսում է էշի զրոցը։ Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում եւ սկսում է նոտագրել։ Միաժամանակ հանդիմանում է էշին, թե «Այ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»։ Կոմիտասը սիրում էր ճատրակխաղալ ուժեղ խաղացողների հետ։ Խաղընկերներից մեկը Ջեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր։ Կոմիտասը խաղում էր արագ, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում եւ դանդաղում։ Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղաղցին ասում էր. «Դե գնա բաբայիդ բարև ասա», իսկ պարտվելու դեպքում վեր էր թռչում եւ գնում աշակերտների հետ խաղալու։ Վերին աստիճանի սրամիտ էր, կեսուրախ, նրան Ջեմարանում սիրում էին բոլորը, մեծից փոքր։ Կոմիտասի սենյակի դուռն ու պատուհանները մշտապես ծածկված էին շղարշով։ Դա նրա համար էր, որ ոչ մի ճանճ ներս չմտներ եւ իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չթողներ, իսկ էջմիածնում ճանճերից պրծում չկար։ Կոմիտասը Ջեմարանի ուսուցիչների մեջ լավագույն պարողն էր։ Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սրերով, ինչպես նաև շինական կանանց պարեր, մարմնի և ձեռքերին նուրբ շարժումները։ Նա Ջեմարանի ջերմ հավաքույթների մեջտեղում էր, հրաշալի կատակերգու էր, շարժումներ և բարբառներ ընդօրինակելու բացառիկ շնորհք ուներ։ Կոմիտասը երաժշտություն և երաժշտագիտություն էր ուսանում Բեռլինում։ Նա ներկայացրեց հայկական ժողովրդական երաժշտական և հոգևոր երաժշտությունը գերմանական գիտական շրջանակներում։ Գերմանացի երաժշտագետները, մասնավորապես Օսկար Ֆլայշերը, բարձր գնահատեցին նրա հավաքագրած և գիտականորեն մշակած հայկական մեղեդիները։ Նա հիասմունքով է խոսել Կոմիտասի մասին։ Ihre Vorträge haben uns geholfen, die armenische Musik besser zu verstehen. Für uns war diese Musik fast unbekannt, aber wir können viel von ihr lernen. Es wäre sehr wichtig, wenn Sie Ihre Arbeiten veröffentlichen. Ich helfe Ihnen dabei gern. Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլինում, համերգից հետո, օպերայի տնօրենն անձամբ նրան հրավիրել էր իբրև գլխավոր մենակատար 1000 մարկ վարձատրությամբ։ Սակայն Կոմիտասը մերժել էր, ասելով. Իմ երգչի կարողությունները պետք է ծառայեն մեկ նպատակի։ Ես պետք է աշխարհին ներկայացնեմ ժողովրդիս երգն ու երաժշտությունը։ Պետք է ապացուցեմ, որ հայ ստեղծագործ ժողովուրդը դարեր ի վեր ունեցել է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը։ Այս շրջանը կարևոր էր այնքանով, որ Կոմիտասը միջազգային ճանաչում ստացավ։ Նա դառնում է Բեռլինի միջազգային երաժշտական ընկերության անդամ
Հանդես է գալիս տարբեր բեմերում, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսություններով։ Փարիզում հիմնում է երգչախումբ, շրջագայում համերգներով։ Փարիզյան մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր երգահան Կլոդ Դեբյուսին ծնկում է նրա առջև, աչը համբուրում ու ասում. «Դուք հանճար եք, հայր սոր», իսկ հետագայում հայտարարում, որ Կոմիտասի անդունին միայն բավական կլիներ, որ նրան դարի մեծագույն երգահան համարել։ Vous êtes un génie persan, et déclara plus tard que Comitas Antouni à lui seul aurait suffi à être le plus grand compositeur français. Le concert fut une révélation, un véritable miracle. Personne n'aurait pu imaginer la beauté de cet art qui n'était en réalité ni européen, ni oriental, mais d'une nature unique, d'un charme exceptionnellement élégant et d'une émotion irrésistible. Կոմիտասը երգչախմբեր է ձևավորում նաև Ալեքսանդրիայում և Կոստանդնուպոլսում, նա կրթել է շնորհալի երիտասարդների նիսերում։ Ուսան երգչախմբից էին ներասերունդները շարունակող Վարսեղ Կանաչյանը, Վարդան Սարգսյանը, Միրան Թումաջյանը, Վաղարսակ Սրբանդյանը, Հայկ Սեմիրճյանը, որոնք երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես կոմիտասյան երգսաներ։ Տարված վերջին հարցազրույցներից մեկում լրագրողը կարևորում է հայ ազգային երաժշտությունը եվրոպական հանդիսատեսի ներկայացնելու անհրաժեշտությունը։ Կոմիտասը նկատում է, որ Եվրոպան վաղ թե ուշ կճանաչի և կգնահատի այն, իսկ մեր գործը ամեն օր քելով այն պահպանելն է։ Կոմիտասի թողած հսկայական ժառանգության մեջ բացառիկ դեր ունեն 10 պատվիրանները, որ հայկական վոկալ դպրոցի զարդ են։ Սրանք կոնկրետություններ են երգչին, վարպետության դասեր և պատգամ սերունդների։ Բարև ձեզ, իմ սիրելի ընկերներ, ուրախ եմ, որ այսօր միասին եք։ Ամփոփ ձեզ կներկայացնեմ երգեցողության իմ որոշ պատվիրաններ, երգելիս չբարկանալ և խուսափել հուզմունքից, շատ աշխատանք կատարել քիչ շունչ գործադրելով, ամեն ջանք թափել ձայնը հնարավորինս արտաբերելու համար, ձայնը շշուկով սկսել և աստիճանաբար բարձրացնել, հետո աստիճանաբար ուժեղացնել կամ իջեցնել ձայնը և գնահատումներով երգել։ Իսկ հիմա փորձեք երգել հետևելով այս պատվիրաններին, իսկ ես հաճույքով կընտրեմ։ Մենք խոսացել էինք, որ միասին պիտի Կոմիտաս երգենք։ Երգելու ենք կաքավիկը։ Դե ինչ, պատրաստ եք։
Բարև նրանք, ովքեր կոմիտաս են երգել դեռ մանկապարտեզից։ Իսկ հիմա նրանք, ովքեր կոմիտաս են երգել դպրոցական միջոցառման ժամանակ։ Ձեզ դուր եկավ մեր ցերեկույթը։ Դե հիմա եկեք ծափարենք կոմիտասին, ով եղել է մեր վերածնունդը, կա մեր ինքնությունը և կլինի մեր հավերժությունը։ Այս վիտրաժը ստեղծվել է ապակու վրա և հատուկ տեխնիկայով։ Այն նման է հիշողության, որը թափանցիկ է, բայց նաև խորունկ ու բազմաշերտ։ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը պատկերացրել եմ տարբեր գույների համադրությամբ։ Դաշնամուրի ստեղները, դուդուկի մեղմ շունչը, հայկական խազերը միահյուսված են մեկ գաղափարի շուրջ, պահպանել և պաշտպանել այն, ինչը Կոմիտասը ամենից շատ սիրեց, հայկական երգը։ Այս փոքրիկ ստեղծագործությունը թող դառնա հիշեցում այն մասին, որ մշակույթն ապրում է այնքան ժամանակ, որքան մենք ենք այն կրում մեր մեջ։ Մեծ սիրով և հարգանքով խնդրում ենք ընդունել այս նվերը, ի հիշատակ մեր այս հանդիպման։ Կոմիտասը ազգային պար երևույթի մասին ասել է. պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ վարքն ու քաղաքակրթության աստիճանը։ Հայկական պարն ի սկզբանե արտահայտել է հայ ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի ու բնության հանդեպ։ Հարգելի հյուրեր, շնորհակալություն ներկայության համար։ Այսօրվա մեր հանդիպումը փոխեց արդյոք նախկինում ունեցած ձեր պատկերացումը այս վառ ու անփոխարինելի անհատականության մասին։ Ինչ եք տանում ձեզ հետ։ Շնորհակալ եմ, որ ոչ միայն պարզապես հանդիսատես եք, այլև մի պահ դարձաք Կոմիտասի աշակերտը, նրա հետևորդը։ Հուսով ենք, որ այս դահլիճից դուրս կգաք մի քիչ ավել երաժշտացել, մի քիչ ավել կոմիտասագետ, մի քիչ ավել կոմիտասյան։ Թող ողջ մնա իմ ժողովուրդը, ես նրա գրկում երբեք չեմ մրսի։